Կարծում եմ պիտի պարզ լիներ այսքան տարիների ընթացքում, որ թիրախավորումից ընդհանրապես չեմ վախենում, որովհետև երևի թե ամենաշատը թիրախավորվող պաշտոնյաներից եմ, նաև ոչ այդքան բովանդակային ձևաչափով, այդ թվում որպես կին թիրախավորվող եւ այլն, հետեւաբար սա որևէ կերպ չի կարող ազդել իմ որպես մարդու իրավունքների պաշտպան իրականացվող գործունեության վրա։ Ուզում եմ հատուկ նաև շեշտադրել, որ ատելության խոսքի հետ կապված հարցերին ես անդրադառնում եմ նաև հրապարակային եղանակով գրեթե ամենօրյա ռեժիմով եւ այս տեսանկյունից մենք առաջին հերթին մշտադիտարկում ենք դաշտը եւ փորձում ենք առանձնացնել ատելության խոսքի այն հիմնական տարատեսակները, որոնք առավել հաճախ են տարածվում մեր թե քաղաքական, թե ընդհանրապես հանրային միջավայրում։ Պիտի նշեմ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հանրային միջավայրն իրապես առանձնանում է շատ լայն տարածվող ատելության խոսքի գրեթե բոլոր տեսակներով, թե սեռով պայմանավորված, թե օրինակ հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված, ազգային, էթնիկ պատկանելիության, կրոնական համոզմունքների գրեթե բոլոր հիմքերով Հայաստանում ատելության խոսքը շատ լայն տարածում ունի։